Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևորագույն հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է գյուղմթերքի արտահանման ցուցանիշներին, հայտարարելով, որ 2025-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ 13.8%-ի աճ նախորդ տարվա համեմատությամբ։ Քանի որ մի քանի ամիս է մարզային ինտենսիվ այցելությունները կատարում եւ առանց վարանելու պետք է ասեմ, որ պարենային ինքնաբավությունը դարձել է Հայաստանի պետական գոյատևման չափիչը։ Այսօր մեր սննդամթերքի շուրջ 36%-ը ներմուծվում է արտերկրից, իսկ առևտրային ներմուծումների ավելի քան 10%-ը վերաբերում է սննդին, պարենին։ Ցորենի սպառման մինչև 70%-ը ներմուծվում է եւ միայն 2023-ին այն կազմել է շուրջ 329,000 տոննա, հիմնականում Ռուսաստանից։ Թռչնամսի տարեկան ներմուծումը հասնում է շուրջ 32,000 տոննայի, որը ձևավորում է սպառման կեսից ավելին։ Պատկերացնում եք, Հայաստանում թռչնամսի կեսից ավելին ներմուծվում է։ Խոզի եւ տավարի մսի շուկան նույնպես մասամբ կախված է արտաքին մատակարարումներից՝ Ռուսաստանից, Բրազիլիայից եւ Ուկրաինայից։ Կաթնարտադրության համակարգը զգալիորեն հենվում է տարեկան ներմուծվող շուրջ 3000 տոննա կաթի փոշու վրա, ինչը իր հերթին հաստատում է, որ անասնապահության ուղղությամբ մենք բավական անկայուն իրավիճակ ունենք եւ այս հարցերով մենք առաջիկայում ավելի ինտենսիվ քննարկումներ կունենանք։ Սրա կողքին Հայաստանն ամեն տարի շարունակում է ավելացնել ներմուծումը արևածաղկի յուղի, ալյուրի եւ այլ հիմնական սննդամթերքի։ Այո, մենք ինքնաբավ ենք մրգով, բանջարեղենով, գարանմսով, ձվով, սակայն ցորենի ամեն պարկի, թռչնամսի ամեն կիլոգրամի, կաթի փոշու ամեն տոննայի հետևում կանգնած է արտաքին շուկայի կամքը եւ քաղաքական ճնշման ռիսկը։ Եթե Վրաստանում ցորենի ինքնաբավությունը հասնում է շուրջ 70%-ի, Ադրբեջանում մոտ 50%-ի, ապա Հայաստանը շարունակում է պարենային կախվածությամբ մնալ տարածաշրջանի հետնապահը։ Սա պարզապես տնտեսական հաշվեկշռի խախտում չէ, սա պետության արժանապատվության, պետության ինքնիշխանության եւ ռազմավարական գոյության հարց է։ Մինչև հողը չվերածվի արդյունաբերական արտադրողականության, անասնապահությունը կայուն վերարտադրության համակարգի, իսկ վերամշակումը ազգային շրջանառության ամբողջական շղթայի, Հայաստանը կմնա սպառողի հոգեբանությամբ ապրող երկիր։ Պարենային անվտանգությունը պետական գոյության պատվարն է։ Եթե մենք չենք կարողանում հացը, միսը, կաթը ապահովել սեփական հողով ու անասնագլխով, չենք կարող պաշտպանել խաղաղությունը եւ չենք կարող հաղթել ապագա իրական եւ անիրական պատերազմներում։